1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը եւ ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը, անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Իհարկե անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ, բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում եւ առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը եւ հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ առնվազն մեծամասնությունը հաշտ ենք եղել այդ մոդելի եւ նպատակադրման հետ։ Ինքս էլ լիարժեք կերպով հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց, կամաց, քայլ, սկզբից աղոտ, ապա եւ առարկայորեն հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա եւ մեր պետականությանը վերջ դնելու համար։ Այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին։ Այդ նպատակի իրագործումը եզրափակիչ փուլ մտավ 2020-ի սեպտեմբերին եւ գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին եւ այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաեւ Հայաստանում եւ այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարեւոր եւ ոչ թե անկախությունն ու պետականությունը։ Դաշնակցության այդքան քննարկված 004 շրջաբերականը, հոգևոր հայտնի անձանց այստեղ մեջբերված հարցազրույցները, Հայաստանի նախկին ղեկավարության հայտարարությունները այս ծիրի մեջ են, այս տրամաբանության մեջ։ Այսօր ահա գաղափարական այս դարակազմիկ բախման երկրորդ արարն է տեղի ունենում։ Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա ցավոք շատ ուշ ենք հասկացել։ Իսկ ընդդիմությունն ըստ էության ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ եւ իմաստ է ունեցել եւ ունի։ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա։ Բայց ես ոչ միայն համաձայն չեմ այս տեսակետի հետ, այլև մեր կառավարման 7 տարիներին ետ նայելով արձանագրել եմ մի բան, որ հիմա արդեն կարող եմ բարձրաձայնել։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարման ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո ինտուիցիա եւ արիություն է ցուցաբերել, կարողանալով քայլ առ քայլ, կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է եւ այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդհանրապես օգտագործվում է Հայաստանի առանց այն էլ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Ու այս իրողությանն առերեսվելով կառավարող մեծամասնությունը որդեգրել է մի ռազմավարություն, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Ղարաբաղի կամ ինչպես ասում են մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիք է, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունը ապահովելու գործիք։ Որ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք պետությունն է,
եւ մեր վերջնական հանգրվանը որպես ժողովուրդ։ Հարգելի նախագահող, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Վերջին 7 տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Մենք տեսել ենք պարտություն եւ ձախողում, մենք տեսել ենք լաց եւ ատամների կրճտոց։ Մենք տեսել ենք ողբերգություն եւ ցասում։ Բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար առաջնորդություն չի լինում, այլ լինում է քաոս եւ խուճապ, փլուզում եւ կործանում։ Մենք առաջնորդել ենք եւ զուգահեռ իրական պետություն, իրական անկախություն եւ հետեւաբար ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիք պետության, Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի համար եւ ստեղծել ենք այդ հնարավորությունը եւ ուզում եմ ասել ստեղծել ենք այդ հնարավորությունը արդեն այսօր սա կարող եմ ասել բարձր եւ վստահ մենք մեր պատմության գագաթնակետին կուլմինացիային ենք հասել եւ մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատեվությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել իսկ բոլոր ռիսկերը որ գոյություն ունեն այսօր գոյություն են ունեցել միշտ բայց ռիսկերը եղել են շարունակական որովհետեւ չենք տեսել եւ հետեւաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու եւ չեզոքացնելու հնարավորությունը իսկ այսօր տեսնում ենք կառավարում ենք չեզոքացնում ենք եւ այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը որոնք ձեռնարկում ենք վերջին տարիներին հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ սահմանազատման գործընթաց խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում խաղաղության խաչմերուկ նախագիծ այս բոլորը քայլեր են որոնք պետությունը եւ նրանում ազատ անվտանգ եւ բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում ամենից բարձր եւ առաջնահերթ ու սա է մեր ռազմավարությունը ու սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է մեր բոլոր նահատակներին